Բնական է, որ այսօր շատերը հոգնել են այս սուպեր վարչապետական համակարգից եւ անբնական իշխանության կենտրոնացում է տեղի ունեցել մի անձի ձեռքում։ Դուք ինչպես եք տեսնում, արդյոք ապագայում, երբ փոխվի իշխանությունը, պիտի վերանայվի այս մոտեցումը, մի քիչ վերաբաժանում արվի լիազորությունների, իրավունքների։ Եվ երկրորդ հարցս, երբ որ այսպես անդադ ձեզ կառավարման տարիների մասին են հարցնում, ես էլ այդ մասով մի հարց ունեմ, երբ հետադարձ նայում եք, կասեք 3 պաշտոնյայի անուն, ում հիմա որ նայում եք չեք նշանակի այդ բարձր պաշտոններին։ Հիմա այդ վերջի հարցը մի քիչ դժվար է, որտեղ մարդիկ կան, որ հիմա չկան, կոպիտ ասած, հիմա ես օբյեկտիվ չեմ լինելու, որտեղ հասկանում եք, մեր ավանդույթով գնացածների մասին կամ լավ կամ ոչինչ, հիմա, բայց նաև այդպիսի վիճակներ ունենք, էլ է։ Հիմա նայեք, այս համանadrությունը իսկապես պրոբլեմ դառավ երկրի համար։ Չեմ կարծում, որ համանadrության հեղինակները մտածել են, որ այսպես է կարող լինել։ Չեմ կարծում, որ դա հատուկ էր արված եւ ամենից մեծ խնդիրը, որ անսահման հնարավորություն է տալիս գործադիր իշխանությանը ձևավորել բոլոր իշխանության ճյուղերը։ Եվ ամենից մեծ պրոբլեմը դատական իշխանությունն է այսօր։ Որտեղ դատական իշխանությունը պետք է լինի հակակշռողը։ Այն իշխանությունը, որը թույլ չտա այդ բեսպրեդելը, որ այսօր մենք տեսնում ենք ամեն քայլափոխել։ Հիմա նայեք, ձևավորվել է մոնոիշխանություն։ Մեկ կուսակցություն խորհրդարանում ունի մեծամասնություն։ Բոլորը ընդունում ենք նաև իրենք են ասել ինքնահռչակ ուսապարկեր են։ Ես չեմ դա ասել։ Մեջբերում են։ Հիմա պարզ է, որ բոլոր քվեարկությունները որոշում է մեկ մարդ, վարչապետը։ Թե ոնց քվեարկեն ում համար։ Եթե այդպես չլիներ, Արմեն Դանիելյանը չէր կարող ընտրվել դատավոր Արմեն Դանիելյանը Վճռաբեկ դատարանի դատավոր։ Ուղղակի անհնար կլիներ։ Հիմա ինչ է կատարվում։ Սահմանական դատարան, սա գալիս են խորհրդարանով են անցնում։ ԲԴԽ գալիս են խորհրդարանով են անցնում։ Վճռաբեկ դատարան գալիս խորհրդարանով են անցնում։ Խորհրդարանում իրենց օգտին քվեարկում է ԿՊ-ն, ԿՊ-ի որոշումը քվեարկության կայացնում է վարչապետը։ Սա նորմալ չի։ Սա նորմալ չի, սա հնարավոր չի, սա ով նստի այդ աթոռին, եթե խղճի կորուստ ունենա, ուրեմն մի քանի տարվա ընթացքում բերելով է մոնոիշխանություն եւ խորհրդարանում եւ դատական համակարգում։ Ով էլ լինի, ասեմ, եթե զուտ կորցնի իր խիղճը, էլի։ Հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանը խիղճ չի ունեցել ընդհանրապես, ինքը ստացել է մի շատ պարատ հող եւ հնարավորություն այդ մոնոիշխանությունը բոլոր ճյուղերում ձևավորելու։ Հիմա ինչ է կարելի անել։ Ես այո, այստեղ ունեմ շատ կոնկրետ առաջարկ։ Իհարկե պետք է համանadrական բարեփոխումներ։ Հիմա կարելի է անցնել կիսանախագահականի, բայց սա կարող է կտրուկ քայլ է եւ քաղաքական դաշտում կարող է շատերը սա չընդունեն, որովհետեւ sense կիսանախագահականը ենթադրում է որոշակի ազնվորվածություն նախագահի, իսկ սա sense ոչ բոլորն են սա ընդունում, հատկապես ոչ բոլոր կուսակցությունները։ Հիմա նայեք, կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահ ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարան։ Սա այն մոդելն է, որը եվրոպական, արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունը այդպես են աշխատում։ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, համարյա Բուլղարիա, Ռումինիա եւ բոլորը այդպես են, բացի 2 երկրից թե 3 երկրից։ Եվ դատական իշխանության ձևավորման մի կոմպոնենտ մտնի նախագահ, որը ունի եւս առաջնային մանդատ։ Տարբերակ 1, տարբերակ 2 փոխել քվեարկության ձևը։ Ես օրինակ առաջարկեի եւ ինչ կկիրառեի։ Օրինակ, ԲԴԽ-ի անդամը ընտրվում է խորհրդարանի կողմից հետեւյալ մոդելով։ Ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ այդ պարզ մեծամասնությունը պետք է ներառի բոլոր ֆրակցիաների առնվազն կեսից ավել։ Քվեարկեն
ՊՏԽ-ի անդամի համար։ Հասկացաք։ Ոչ թե մի մեծամասնություն մի անգամից 51% հավաքում է եւ Արմեն Դանիելյանը դառնում է Վճռաբեկ դատարանի նախարար։ Նույնը անել Վճռաբեկ դատարանի նկատմամբ, նույնը անել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հետ կապված։ Մի անգամից հարցը լուծում է։ Միգուցե դրա համար պետք է չի անել հանրաքվե, ուղղակի իրավաբանները պետք է ասեն։ Կրկնեմ այդ մոդելը։ Դատական համակարգի այդ կարևորագույն ինստիտուտների ընտրությունը անել հետևյալ կերպ։ Իրենք պետք է հավաքեն ոչ թե պարզ միայն մեծամասնություն 51% մեծ, բայց բոլոր ֆրակցիաների կեսից ավել։ Եվ այդ դեպքում ստիպված բերելու ես դատավորների անուններ, որոնք հարգանք են վայելում։ Հիմա հարգանք վայելող համակարգում դատավորները բոլորը կամ գործից ազատված են եւ բանը Եվրոդատարանում հերթ են կանգնած, թե իրենց որոշումները երբ ալի։ Շատ պարզ լուծում է, պարզ լուծում է։ Հնարավոր է դա անել։ Հենց հաջորդ օրը, եթե սահմանադրական բարեփոխումների հետ, եթե հանրաքվեի կարիք չկա։ Անելու ենք, այո, անելու ենք։ Եթե մենք գանք, այո, առաջի քայլերից մեկը սա է լինելու։ Ոչ թե ասելու եմ, այդ լավ էլ կոստյում է, այդ կոստյումն էլ ես չեմ հագնելու, օրինակ, եթե մեր քաղաքական ուժը հաղթի այս ընտրություններում։ Այն հիմա հրապարակային եմ ասում։ Որտե սա ձև չի, որ մեկ մարդը ինչ ուզի անի։ Այս սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է։ Բայց կրկնեմ, համոզված եմ, որ սահմանադրության հեղինակները չեն մտածել, որ կա նաև նման երևույթ, էլի, որ կարող է լինի ԿՊ, որը ընդունում են, որ իրենք ուսապարկ են։ Բայց ինքը այդ պայմանները ստեղծում է այս սահմանադրությունը եւ սա մեծ խնդրեմ է։ Այ առաջարկս ֆիքս ենք եւ նաեւ կփորձեմ դա մեր նախընտրական ծրագրում արձանագրել։ Շատ կոնկրետ։ Հանրային նշանակումների մասով անուն չհիշեց։ Ինչ։ Նախկին նշանակումների մասով անուն չհիշեց։ Նայ, մենք բայց ես միգուցե փորձեմ սկզբունքով ավելի մոտենալ հարցին։ Նայեք, օրինակ ոստիկանապետ Հայ Կարությունյանը մահացել է, հիմա չկա։ Փայլուն մարդ էր, ազնվագույն։ Որևէ մեկը չի կարող որևէ բան կպցնի Հայ Կարությունյանի այսօր։ Հայ Կարությունյանը ոստիկանապետ է աշխատել 99 թվականից մինչև 2008 թվականը։ Քանի տարի։ Ոչ թմրամոլություն կար այն ժամանակ այս ծավալի, ոչ գողություն, ոչ այդ այլ անդակությունները, որը այսօր ամեն քայլափոխին են։ Դպրոց է մտել արդեն։ Թմրամոլությունը մտել է դպրոցներ։ Քանի ոստիկանապետ է փոխվել այս 8 տարվա ընթացքում։ 6 թե 7։ Սա այն պաշտոնը չի, որտեղ դու կարող ես sense բանի պես էլի, sense վատ երազ ես տեսել, ինչ որ մեկը ականջիդ բանա փսփսացել, գնում ես ոստիկանապետ ես փոխել։ Կամ անվտանգության ծառայության պետ, քանի օքի է փոխվել։ Եվ այսպես շարունակ։ Գյուղնախարար, օրինակ Լոքյան Դավիթ 90 քանի թվականից քանի տարի աշխատել։ Եթե հաջող մարդ այդ պաշտոնի, պիտի իսկապես երկար աշխատի, իր փորձը պիտի քամես, օգտակար պետք է լինի երկրի համար։ Եթե կայունության տեսանկյունից վերցնես, այսօր SMS-ով դու կարաս BDԽ-ի անդամ փոխես, SMS-ով դու կարաս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ փոխել։ Դու եթե այդ պատգամավորները, նայեք, կոռուպցիան դա իշխանության հանցագործությունն է։ Դու պիտի իշխանություն ունենաս կոռուպցիայի մեջ, այդ իշխանությունը պիտի օգտագործես, դրա անունն է կոռուպցիա։ Հիմա եթե այդ նույն իշխանությունը ձևավորում է հակակոռուպցիոն կոմիտե միայնակ, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ընդհանրապես կարող խոսք լինել։ Կամ պիտի օրենքով որոշում լինի միայն ընդդիմությունն է, այսպես ասենք, այդ ձևավորման մասնակցում եւս տարբերակ է կամ այն մոդելը, որը ես ասացի։